Մենք նաև տեսնում ենք, որ բացի այն, որ բռնաճնշումների են ենթարկվում մեծահարուստ դասը, այն դասը, որը որ չի լռում, մենք նաև տեսնում ենք, որ եկեղեցու նկատմամբ նախընտրական շրջափուլից առաջ բավականին լուրջ գրոհ էր իրականացվում եւ պահ եկավ, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ներկայացրեց, որ կաթողիկոսին հեռացնելը լինելու է իրենց ծրագրային դրույթներից համալիրության խախտում էլի ամենակարևոր կետերից մեկը։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ գոնե այս ճակատում որոշակի դադար է։ Դադար չի, ոչ ամենևին դադար չի, ինքը իր դիրքերը պահում է, ամեն օր գնում է Կիրակի օրը եկեղեցի, իրանք խորհրդակցում են այդ իրանց տիրադավերի հետ, բյուրեղացնում են այդ խումբը, իրանք պատրաստվում են ազգային ժողովի անդրանիկ նիստին ինչ որ նոր սադրանք իրականացնելու կաթողիկոսի փոխարեն որևէ տիրադավի մասնակցությամբ, ինչը նաև հարված է հասցնելու դիմադրության ուժերին, որովհետև փաստորեն, եթե ոչ թե կաթողիկոսի, այլ տիրադավի օրհնությամբ ես մասնակցում ազգային ժողովի նիստին, ոնց որ ավտոմատ իներցիայով ընկնում ես այդ տիրադավի օրհնության տակ։ Հիմա ասենք ո՞նն է լինելու մեր դիմադրության ուժերի դիրքորոշումը այդ պահին։ Ինչ պիտի անեն, արդյոք հիմա որ ասում ենք որևէ բան չեն անում, մի տեսակ հանգստություն է իջնում մեր վրա, բայց ես օրինակ ինքս տեսնում եմ իրանց կողմից ինչ քայլեր կարող։ Հա, ես տեսնում եմ ինչ քայլեր իրանք կարող են անել։ Հիմա այս ինչ որ ես ասեցի, այս սցենարները, իրանք հավանականություն են տեղի ունենալու։ Պարզ հարց, հիմա ես հարց եմ տալիս մեր դիմադրության ուժերին, որոնք վերցրեցին մանդատները։ Եթե Միրզախանյանը կամ ասենք Կճոյանը եկան ազգային ժողով ու կամ ավելի վատ, այն Գևորգյանն ինչ էր, որ բան արեցին, կարգալույծ արեցին, Մասացյոտնի նախկին թեմի առաջնորդը Արմանը, ենթադրենք, բերում է, դեսան շատ չկա։ Ու ասում է դու պիտի օրհնես ազգային ժողովի առաջին նիստը։ Ինչ է լինելու մեր падգամավորների նոր վարքը։ Հիմա հիմիկվանից պետք է մտածել։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, այո, որովհետև շատ հնարավոր է նմանատիպ սցենար, մանավանդ որ մեդիատիրույթում եւ հասարակական քննարկումներում խոսվում է արդեն դրա հավանականության մասին եւ պետք է հենց այս պահից դիմադիրները հասկանան, թե ինչպիսի հակաքայլեր պետք է լինեն, որ չհայտնվենք կոտրած դաշտակի առջև եւ առհասարակ դադարենք լինել արձագանքող միայն։ Տեսեք, օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը, որպես ադրբեջանցի հմուտ բլոգեր, իբր թե արձակուրդավարձ է, բայց ինչ-որ հեռախոսազանգեր է անում ուրիշ պետության բանի ղեկավարին։ Վստահաբար նա պարապ նստած չի։ Գործ է անում։ Դա հիմա բանը ունի ինքը մի հատ վարչապետի պաշտոն, մի հատ ադրբեջանցի բլոգերի պաշտոն։ Գնում է մտնում է եկեղեցիներ, ինչ գոշավանքեր գնացել բան։ Եւ դա ասենք հիմա ենթադրենք էսկալացիան տարավ մինչև Էջմիածին, գնում է Էջմիածին։ Ինչ ենք անում այդ պարագայում։ Այս պարագայում երևի ճիշտ կլիներ ուղղակի, ասենք, շարունակվեր դիմադրության ուժերի կողմից եկեղեցի գնալը, աջակցություն հայտնել, պարզապես, sense տեմպը պահելը, այսինքն կրակը բան վառած պահելը, հա, որ հենց պահը գա, sense պետք լինի անել, միանգամից բոլորս համախմբվենք։ Ցավոք սրտի, այս ամառը այդքան չօգտագործվեց նոր ինչ-որ ռազմավարություններ ստեղծելու վրա, ավելի շատ օգտագործվեց մանդատներ վերցնել, չվերցնելու հարցի վրա, գիտեք, այդ այնտեղ երևում էր արտաքինից երևում էր, հա, խոսակցություններից ինչ-որ պարակտությունների վրա, իսկ քաղաքացիական պայմանագիրը ինքը կարա երկու ձև հիմա գնա առաջ, կամ շանտաժ, բոլորին թվում է թե շանտաժով են վերցնելու գողություն անելու падգամավորներին, որ բերեն Սահմանադրության հանրաքվե դնեն, բայց պետք չի մոռանալ, որ նրանք քաղաքական թուրք են եւ նրանք նաեւ ունեն շոյելու քաղաքական արվեստը, այսինքն նոր падգամավորներ են գալիս, Հայաստան դաշինքը դե արդեն գիտի, չէ՞, գիտեք ինչին է նման, որ հայերը ենթարկում են ցեղասպանության 100 տարի հետո
ոնց է թուլանում է այդ զգոնությունը, այնտեղ որոշակի տենց մարդիկ են ներմուծվում, որոնք ասում են դե Թուրքիան չի, հետո այնտեղից Թուրքիայից սկսում են շոյել, վայ, այսինչ լավն է, բան, գիտեք, մենք լսեցինք ձեր մտքերը, շատ հետաքրքիր բաներ եք ասում, սենց Նիկոլ Փաշինյանն աճեցնում ու համբ են անում, էլի։ Եվ այն շատ նման է այդ իրավիճակին, նախորդ խորհրդարանը ոնց է թրծվածն էր, գիտեր ի վերջո ով է քաղաքացիական պայմանագիրը կամ եթե լրիվ չգիտեր, մասամբ գիտեր։ Հիմա նոր մարդիկ են գալիս եւ քաղաքացիական պայմանագիրը մեծ հնարավորություն ունի քաղաքական պեդոֆիլիայով զբաղվելու եւ դա շատ վտանգավոր է, որովհետեւ մի կողմից եթե այս կողմը սիրաշահում է, այս կողմը դառնում է ավելի, գիտեք ոնց բան, նահապետական ու եթե համայնքից մեկը սխալվում է, դուրս են հանում համայնքից, սա համբ է անում։ Պատկերացրիք այդ մոդելը։ Ու այդ մի վտանգը կա, դե մյուսն էլ, որ ասենք հասարակությունը կնայի, ասենք, չգիտեմ, պատկերացրեք, ենթադրենք Ռուբեն Ռուբինյանը ինչ որ մեկին ծաղիկներ ա նվիրում կամ չգիտեմ, սրճարանում նստած են իրար հետ, նկարելու են, գցեն ինտերնետ ու սկսեն բան անել, վարկաբեկել, հասարակությունն էլ սկսի իրենց դեմ գնալ։ Սենց բաների պետք է պատրաստվի հիմա նոր դիմադրության։